2026 թվականը կնշանավորվի կարմիր կրակե ձիու նշանով, անսասան կամքի, կենսունակության և վճռականության խորհրդանիշով։ Աստղաբանական կանխատեսումը մատնանշում է այս ժամանակահատվածի եզակի բնույթը։ Ներկայիս մոլորակային դասավորությունը լցնում է տարածությունը էներգիայով, խթանելով նախաձեռնողական գործունեությունը և ստեղծագործական հետազոտությունները։ Տարին կլինի բավականին հավասարակշռված, առանց խոշոր գլոբալ ցնցումների։ Սա ստեղծում է բարենպաստ պայմաններ նախկինում ուրվագծված ծրագրերը իրականացնելու համար։ Այնուամենայնիվ, հիմնական ուշադրությունը նյութական շահույթից տեղափոխվում է այլ կարգի արժեքների։ Նրանք, ովքեր կենտրոնանում են անձնական աճի, հոգևոր զարգացման և շրջապատող աշխարհի խնամքի վրա, կստանան ամենամեծ աջակցությունը։ Խոյ, դինամիզմ և հավասարակշռություն։ Խոյերի համար 2026 թվականը կլինի դրամատիկ փոփոխությունների ժամանակաշրջան։ Կարմիր կրակե ձիու էներգիան արձագանքում է այս նշանի բնական ակտիվության հետ, կյանքը լցնելով դինամիզմով։ Այս ժամանակահատվածը բարենպաստ է վաղեմի մտադրությունների իրականացման համար և համարձակ որոշումները կարող են շոշափելի պտուղներ տալ։ Խոյերը կարող են ակնկալել բարենպաստ պայմաններ իրենց մասնագիտական կյանքում աճի համար։ Նրանք կարող են ցանկանալ փոխել իրենց աշխատանքային ոլորտը կամ սկսել իրենց սեփական նախագիծը։ Շատ նախաձեռնություններ կստանան աջակցություն գործընկերներից կամ անսպասելի դաշնակիցներից, սակայն հաջողությունը կպահանջի համակարգված մոտեցում։ Օգտակար կլինի մշակել ռազմավարություն և կենտրոնանալ անհրաժեշտի վրա, խուսափելով ջանքերը թուլացնելուց։ Այս տարին հատկապես բարենպաստ կլինի պետական հատվածում տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավունքի և կրթության ոլորտներում աշխատող խոյերի համար։ Ֆինանսների ոլորտում խորհուրդ է տրվում խուսափել ինքնաբուժ ծախսերից։ Հրեձիու կողմից խրախուսվող վճռականությունը լավագույնս ուղղորդվում է ինքներդ ձեզ վրա ներդրումներ կատարելուն, ձեր հմտությունները բարելավելուն և ձեր առողջությանը հոգ տանելուն։ Անձնական հարաբերությունները կարող են փորձության ենթարկվել այս տարի։ Շատ զույգեր ստիպված կլինեն վերանայել իրենց առաջնահերթությունները, բայց անկեղծությունը կօգնի նրանց հաղթահարել այդ մարտահրավերները։ Նրանք, ովքեր բաժանում են ապրել, կարող են ակնկալել նոր հարաբերությունների, նոր հնարավորություններ։ Ցուլ, խորը փոխակերպումներ։ Ցուլերի համար 2026 թվականը կլինի կյանքի առաջնահերթությունները վերանայելու և ձեր հիմքերը ամրապնդելու ժամանակ։ Հաջողությունը կգա նրանց, ովքեր համատեղում են բնական դիմադրողականությունը ճկունության և ռազմավարական մտածողության հետ։ Ձեր մասնագիտական կյանքում հնարավոր են անսպասելի շրջադարձեր, այդ թվում կարիերայի փոփոխություններ։ Այս իրադարձությունները չպետք է դիտարկել որպես հետընթաց։ Դրանք կարող են դառնալ աճից հատկահարթակ։ Ֆինանսական պատկերը երկիմաստ է թվում, կան խարդախության հետ կապված ռիսկեր, բայց հուսալի ակտիվներում ներդրումները կարող են շահույթ բերել։ Այս տարին բարենպաստ է շինարարության, ֆինանսների և գյուղատնտեսության ոլորտում աշխատող ցուլերի համար։ Ավանդույթները հնարավոր են ամուսնացած ցուլերի անձնական կյանքում։ Հակամարտությունները կցույց տան հարաբերությունները վերանայելու անհրաժեշտությունը, բայց երկխոսության մեջ մտնելու պատրաստակամությունը կօգնի հաջողությամբ լուծել իրավիճակը։ Միայնակ ցուլերը կարող են հանդիպել հարազատ հոգու հետ գարնանը։ Երկվորյակներ։ Հնարավորությունների ժամանակ։ 2026 թվականին երկվորյակներին սպասում են դինամիկ փոփոխություններ։ Կարմիր կրակե ձիու էներգիան ստեղծում է եզակի պայմաններ անձնական և մասնագիտական աճի համար։ Տարվա սկզբին դուք կվերագնահատեք ձեր արժեքները և գարնան գալուստով կզգաք էներգիայի ալիք։ Ամռանը դուք կարող եք ցանկություն զգալ փոխել ձեր ուղղությունը, ազատվելով բոլոր ավելորդ բաներից։ Աշնանը կբացվեն նոր հնարավորություններ առաջնորդական որակներ ցուցաբերելու և նախագծեր իրականացնելու համար։ Ֆինանսական հարցերը հաճելի կլինեն, հատկապես եթե ցուցաբերեք կազմակերպվածություն։ Հնարավոր են անսպասելի շահույթներ հին ներդրումներից։ Երկվորյակներին խորհուրդ է տրվում տարվա առաջին կեսը նվիրել անձնական աճին, մինչդեռ ամռան վերջը և աշունը հարմար են ռոմանտիկ հանդիպումների համար։ Ամուսնացած զույգերի համար տարին հնարավորություն կտա ամրապնդել իրենց կապը համատեղ ճանապարհորդությունների միջոցով։ Խեցգետին, ձեր հարմարավետության գոտուց դուրս գալը։ Խեցգետինների համար 2026 թվականը կլինի խորը հուզական վերափոխման ժամանակաշրջան։ Հրեձիու էներգիան, որը սկզբում կարող է օտար թվալ, կօգնի ձեզ գտնել վաղեմի երազանքներն իրականացնելու քաջությունը։ Ձեր կարիերայում նոր հորիզոններ կբացվեն ձեզ համար։ Ոմանք կձգվեն փոփոխությունների, մինչդեռ մյուսները աջակցության կարիք կունենան իրենց հավակնոտ գաղափարներն իրականացնելու համար։ Խորհուրդ է տրվում քայլ առ քայլ շարժվել, հույսը դնելով վստահելի դաշնակիցների վրա։ Բարենպաստ են ուրիշների նկատմամբ հոգատարության, ստեղծագործականության և հոգեբանության հետ կապված ոլորտները։ Ֆինանսական պատկերը խառը է։ Մի կողմից հնարավոր են շահավետ առաջարկներ, բայց մյուս կողմից կա իմպուլսիվ ծախսերի ռիսկ։
Տարվա երկրորդ կեսին կարող է մեծ գումար գալ, որը լավագույնս է օգտագործվել երկարաժամկետ նպատակների համար։ Հարաբերություններում ընտանիք ունեցող խեցգետինները հնարավորություն կունենան պարզաբանել թյուրըմբռնումները եւ ամրապնդել կապը։ Միայնակ խեցգետինները կարող են հանդիպել մեկի, ով կիսում է նրանց հոգևոր մտերմության ցանկությունը։ Առյուծ իրականացված ամբիցիաներ։ 2026 թվականին առյուծները կարող են ակնկալել փոփոխություններ եւ նոր հնարավորություններ իրենց համարձակ ծրագրերն իրականացնելու համար։ Ձեր կուտակված ներուժը լիովին կիրականացվի, եթե կենտրոնանաք հիմնական նպատակների վրա։ Ձեզ սպասում են տպավորիչ հեռանկարներ ձեր մասնագիտության մեջ, հնարավորություն զբաղեցնելու ղեկավար պաշտոն եւ հասնելու ճանաչման, ձեր նախաձեռնողականությունը կգրավի ազդեցիկ դաշնակիցների ուշադրությունը։ Այնուամենայնիվ կարևոր է չափազանց չտարածվել, այլ կենտրոնանալ ձեր առաջնահերթությունների վրա։ Տարվա սկզբին խորհուրդ է տրվում իմաստուն կերպով կառավարել ձեր բյուջեն։ Տարվա երկրորդ կեսին ձեր ֆինանսական վիճակը կկայունանա եւ ձեր եկամուտը կսկսի աճել։ Լավագույնն է զերծ մնալ ռիսկային ներդրումներից։ Անձնական կյանքում տարվա սկզբին հնարավոր են թյուրըմբռնումներ, բայց իրավիճակը կբարելավի մինչև աշուն։ Միայնակ խեցգետինները կարող են ակնկալել կենսունակ, բայց կարճատև սիրավեպ գարնանը եւ ամռանը, իսկ մինչև աշուն հնարավորություն կլինի հանդիպելու հուսալի զուգընկերոջ։ Կույս կարգ եւ ներդաշնակություն։ Կույսերի համար 2026 թվականը կլինի այն ժամանակը, երբ ներդաշնակությունը, կարգուկանոնը եւ դինամիզմը կարևոր են։ Եթե հաջողության հասնեք այս գործում, ձեզ սպասվում է անձնական աճ։ Ձեր մասնագիտական կյանքում տարին խոստանում է բեղմնավոր լինել։ Հնարավոր է պաշտոնի բարձրացում, կարիերայի փոփոխություն կամ եկամտի ավելացում։ Պետական հատվածում աշխատող կույսերը հատուկ հնարավորություններ ունեն կարիերայի առաջխաղացման համար։ Խորհուրդ է տրվում զգույշ լինել ֆինանսական հարցերում։ Ձեր անձնական կյանքը կզարգանա ներդաշնակ։ Մարտ, օգոստոս եւ նոյեմբեր ամիսները կլինեն սիրավեպի համար ամենաբարենպաստ ամիսները։ Տարին նաև խորհուրդ է տալիս զարգացնել ձեր ինտուիցիան եւ ուսումնասիրել փիլիսոփայությունը հոգեվոր աճի համար։ Կշերք վճռականություն եւ առաջ շարժում։ Կշերքների համար 2026 թվականը կլինի ներդաշնակ առաջ շարժման ժամանակ, բայց դա կպահանջի ավելի մեծ վճռականություն։ Դուք ստիպված կլինեք դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց համարձակ քայլեր ձեռնարկելու համար։ Ձեր անձնական կյանքում միայնակ կշերքները կարող են ակնկալել հանդիպել զուգընկերոջ, որը կապահովի աջակցության զգացում։ Հարաբերությունների մեջ գտնվողները պետք է դաս քաղեն հասունության մեջ։ Սիրավեպի համար ամենաբարենպաստ ամիսներն են ապրիլը, հունիսը եւ սեպտեմբերը։ Մասնագիտական կյանքում կարևոր է սովորել արագ որոշումներ կայացնել, հիմնվելով ինտուիցիայի վրա։ Տարին բարենպաստ է նոր գործընկերներ ստեղծելու եւ հավակնոտ նախագծեր սկսելու համար։ Եկամուտը կաճի, բայց տատանումներով։ Օգոստոսն ու դեկտեմբերը կլինեն շահութաբեր, մինչդեռ մարտն ու նոյեմբերը թանկ։ Կարիճներ ձեր ներուժի բացահայտումը։ 2026 թվականին կարիճներին սպասվում են ներքին եւ արտաքին փոփոխություններ։ Անձնական կյանքում հնարավոր են անսպասելի շրջադարձեր, հին հարաբերությունների ավարտ եւ զուգընկերոջ հետ հանդիպում, որը կարող է ընդունել ձեր զգացմունքների ողջ խորությունը։ Ձեզ սպասվում է մասնագիտական հաջողություն։ Տարին հիանալի է մասնագիտական զարգացման համար։ Կարևոր է կենտրոնանալ ռազմավարական քայլերի եւ երկարաժամկետ ծրագրերի վրա։ Ձեր ֆինանսական վիճակը կբարելավվի, հատկապես աշնանը։ Այնուամենայնիվ, ամռանը խուսափեք իմպուլսիվ մեծ ծախսերից։ Այս տարին հնարավորություն գտա բացահայտել ձեր իրական ներուժը, եթե չվախենաք պատասխանատվություն կրելուց։ Աղեղնավոր ոգեշնչման տարի։ Աղեղնավորի համար 2026 թվականը կլինի ամենաոգեշնչող տարիներից մեկը։ Երազանքները կարող են իրականանալ, բայց գործողությունները պետք է կենտրոնացված լինեն։ Կարմիր կրակեձին արկածախնդրության ոգի կբերի ձեր անձնական կյանք։ Միայնակ աղեղնավորները կարող են ակնկալել հանդիպել մեկի հետ, ով կընդլայնի նրանց հորիզոնները։ Ամուսնացած զույգերը կկարողանան իրենց հարաբերությունները հասցնել հաջորդ մակարդակի։ Ձեր մասնագիտության մեջ կբացվեն հսկայական հնարավորություններ, հատկապես նրանց համար, ովքեր պատրաստ են համարձակ փոփոխությունների։ Ամենամեծ հաջողությունների կհասնեն լրատվամիջոցների, կրթության եւ զբոսաշրջության ոլորտներում աշխատող աղեղնավորները։ Ֆինանսական պատկերը դինամիկ է, հնարավոր են մեծ շահույթներ, բայց կարևոր է հավասարակշռել ոգևորությունը խոհեմության հետ։ Այդ եղջյուրներ, աշխատանքի պտուղները։ Այդ եղջյուրների համար 2026 թվականը կլինի համակարգված զարգացման ժամանակաշրջան, եւ դուք կկարողանաք քաղել վերջին տարիների ջանքերի պտուղները։ Տարվա սկիզբը կսահմանի գործնական տեմպ, կարևոր է խորանալ մանրամասների մեջ եւ սահմանել առաջնահերթություններ։
Գարնան գալուստով ձեր մասնագիտական հեղինակությունը կաճի։ Կառաջանան նոր հմտություններ տիրապետելու հնարավորություններ, որոնք կհանգեցնեն ամռան սկզբին եկամտի աճի։ Աշնանը դուք կարող եք վերանայել ձեր մոտեցումը ձեր կարիերային եւ ֆինանսներին։ Սիրո ոլորտում ձեզ սպասում են խորը, այլ ոչ թե պայթյունավտանգ փոփոխություններ։ Հարաբերությունները կպահանջեն գիտակցություն։ Ընտանիք ունեցող այդ եղջյուրները կարող են ակնկալել հուզական մտերմության ամրապնդում, մինչդեռ միայնակ այդ եղջյուրները կհանդիպեն մեկին, ով կդիպչի ոչ միայն նրանց մտքին, այլև սրտին։ Ջրհոս, ներքին փոխակերպում։ Ջրհոսի համար 2026 թվականը կլինի հզոր ներքին փոխակերպման ժամանակաշրջան։ Դուք կդադարեք արտաքին հավանություն փնտրել եւ կսկսեք գործել ձեր սեփական կարծիքի հիման վրա։ Տարվա սկզբին դուք կվերագնահատեք ձեր արժեքները, իսկ գարնանը կգա ոգեշնչում եւ կհայտնվեն համախոհ մարդիկ։ Ուսուցումն ու բլոգ վարելը հաջող կլինեն։ Ամառը կարող է փոփոխություններ բերել ձեր անձնական կյանքում, նոր հանդիպումներ միայնակների համար եւ նոր մակարդակ հարաբերությունների մեջ գտնվողների համար։ Ձեր ֆինանսական վիճակը կզարգանա ողջամիտ աճի սկզբունքով։ Պետք է խուսափել ռիսկային ներդրումներից եւ ստացված ցանկացած եկամուտ պետք է օգտագործվի կրթության եւ մասնագիտական հմտությունների համար։ Ձկներ։ Ուժի զարթոնք։ Ձկների համար 2026 թվականը կլինի թաքնված ուժեղ կողմերի արթնացման եւ վաղուց ի վեր պլանների իրականացման ժամանակ։ Կարմիր կրակետ ձին կոգեշնչի ձեզ վճռականություն։ Տարվա առաջին կեսին կարևոր է լսել ձեր ինտուիցիային։ Դուք կարող եք հայտնաբերել նախկինում անհայտ տաղանդներ։ Հարաբերություններում այս ժամանակահատվածը կբերի զգացմունքների վերածնունդ համատեղ արկածների միջոցով։ Միայնակ ձկները կարող են անսպասելիորեն դառնալ անկեղծ հարաբերությունների մագնիս։ Ամռանը դուք կարող եք վերանայել ձեր մոտեցումը եկամուտի նկատմամբ, իսկ աշնանը սկսել նոր նախագծեր։ Այս տարի խորհուրդ է տրվում ֆինանսներին մոտենալ գիտակցաբար, խուսափելով իմպուլսիվ ծախսերից։